Կարծում եմ, որ 2018-ը այդ տեսանկյունից հանրության համար բավականին վատ հետք թողեց հետագա իր զարգացումների առումով, ինչի նկատի ունեմ, հա։ Ուրեմն տես փաստացի կանգնեցինք վիճակի առաջ, եթե արդեն այսօրվանից ենք նայում մի փոքր հետ, բայց նայում ենք հասկանալու առաջ գնալու համար, ոչ թե կանգնելու։ Այսինքն կար անվտանգություն։ Ուրեմն շատ հետաքրքիր երևույթ է, անվտանգության լինելը դառնում է սովորական շատ։ Թվում է, որ այդպես է պիտի լինի, եւ այդ հարցը այն հարցերից է, որ ասենք իսկ կարող է ինչ-որ սրանից այլ բան լիներ։ Մարդը միշտ սովոր է լավին սովորել, վատի նկատմամբ վերաբերմունք արտահայտել։ Եվ հետեւաբար այստեղ շատ հոգեբանական խնդիր է արկա տեսանելի կար, որ անվտանգությունը կա եւ փառք Աստծո որ կար, հա, բայց մարդը դա համարում էր մի բան, որը այսպես թե այնպես պիտի լինի եւ մնացած խնդիրների վրա օբյեկտիվ կենտրոնացում ուներ։ Հիմա այդ օբյեկտիվ կենտրոնացումը նաեւ բերեց որոշակիորեն այդ հանրային զանգվածային բավականին լուրջ, ուրեմն հույսին, հավատին, որովհետեւ կարա բան փոխվի։ Ես վստահ եմ, որ օրինակ 18-ին փողոցում կանգնած մարդը չուներ պատկերացում, որ երկու հիմնական հարցի առաջ է կանգնելու ընդամենը մի քանի տարի անց, հա։ Այսինքն ինքը կորցնելու անվտանգությունը, որ իր մոտ տպավորություն կար, որ կա ու միշտ լինելու է, հա։ Բայց հիմա այս անվտանգության վրա չեմ ուզում ծավալվել, որտեղ մենք դրան հաղորդումներ նվիրեցինք եւ դեռ ունենք եք, հա։ Եվ մյուս կողմից իր մոտ կար տպավորություն, կապ չունի ամեն մեկը յուրովի ոնց էր դա ձևակերպում իր մեջ, որ ինքը սոցիալական արդարության հարցում պիտի շատ լուրջ առաջընթաց ունենա։ Շատ լուրջ, հա։ Եվ դա ձևավորված ակնկալիք էր իսկապես։ Հետևաբար կանգնեց ընդամենը տարիներ անց խնդրի առաջ, հա, կորցրած անվտանգություն եւ զերոյական առաջընթաց, նույն այդ սոցիալական արդարության բլոկ ասվածի ներքո, հա։ Հետևաբար չսարքվեց ոչինչ, քանդվեց շատ կարևոր հիմնասյուն։ Բայց մի էական լրացումով հուսախաբությունը շատ վատ բան է, շատ, որովհետև նա ավտոմատ հարված է հասցնում հետագա ակտիվությանը, հետագա պայքարի մղմանը, մոտիվացիաներին, այսինքն արդեն մարդը սկսում է կասկածել ինքը իր վրա,